թատրոնում մտածեցին այս կենցաղային պորնոգրաֆիան։ Ինչի՞ չասեց այս, այլն չասեց որտեղ այդ րոպեին պետք չէր այս։ Այնքան շատ են հիմա այդ հիհի հահա ներկայացումները։ Մեկը կտեսնես Instagram-ում գովազդ են դրել, թռնում են, պարում են, ակողին են շուրջ տալիս։ Ես ուտում եմ բողոք, խիար, ուրց, մանկուցիել, ասա գալու երեխոց սպանի։ Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր հյուրընկալվել ենք Force Majeure Blitz ներկայացման հեղինակ եւ պրոդյուսեր Վահրամ Սահակյանին։ Պարոն Սահակյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Այո։ Պարոն Սահակյան, խոսենք մի փոքր ներկայացման մասին։ Որն է ներկայացման բովանդակությունը, մի փոքր ներկայացնենք եւ ասեք որն է ուղերձը ներկայացման։ Դե դուք գիտեք, որ ես այդ բաները վաղուց չեմ սիրում, այդ sense որ առաջկային ավելի շատ առաջ էր տարածված, գալիս ասում են, իսկ որն է ներկայացման ասելիքը, իսկ որն է մեսիջը, ես դրա պատասխանեմ շատ կարճ։ Իմ բոլոր գործերում, մեր տղաների արած բոլոր գործերում հին նոր երևի գիտեք, ծանոթ եք, մեսիջները այնքան շատ են, որ դժվար է այդպես առանձնացնել մեկ մեսիջ։ Օրինակ այս ներկայացումը ընդհանրապես կատարվում է մեկ տիեզերքում, որտեղ դատում են Հայաստանից ժամանած մեռած հանցագործներին կամ ոչ հանցագործներին։ Հետո մի մասը գնում է Նոյան տապան, այնուհետ գալիս է Սասնա ծռերը ժամանակաշրջան, ասինքն միջնադարյան Հայաստան, հետո գնում է Արտավազդ բն, թե ինչպես է գերի ընկնում իր զորքի առաջ, շատ ամոթ բան է անում։ Ու հետո այդպես հասնում է մինչև ինչ-որ մի հատ պահ, բայց անընդհատ մեջում էլի ժամանակաշրջան են փոխում, անընդհատ ինչ-որ դատաստաններ են տեղի ունենում, անընդհատ ինչ-որ երաժշտական հատվածներ են մտնում ու վերջում ու ամբողջ ժամանակ բոլորը սպասում են երբ հարգելու մեր ժողովրդի դատը, հայ ժողովրդի դատը, դատաստան, այլևս ես վերնագիր չեմ բացի, որովհետև ռեժիսոր Արթուր Սահակյանը արգելել է ներկայացման մասին շատ բացառել, ամեն ինչ իր ձեռքն է։ Ես այդքան իշխանություն չունեմ, ես անգամ ընդդիմություն եմ աշխատում թատրոնի ներսում։ Ինձ ունեմ իմ համակիրները բաները, բայց դրանք թատերական խոհանոցի կյանքը։ Իսկ այս ներկայացումը ինչ-որ ես կարող եմ ասել, որ ինձ վերջերս հարց տվեցին, թե ինչու եք հենց սա բեմադրել, օրինակ, հենց այս բանը, եւ ինչ եք համար, ասի ես սա բեմադրել եմ, ես չեմ բեմադրել իհարկե, ես սա գրել եմ եւ պրոդյուսերություն եմ արել Արթուր Սահակյանը եւ մեր դերասանների միջոցով դա բեմադրվել է, որ ինձ չգան էլի խոսեն Խաթաբալադայից ու Մեյակուլպայից։ Այդ հարցերը ինչ տան, ես հոգնել եմ այդ բաներից, այդ Խաթաբալադան նայել ենք, իսկ ձեզ ով բարը ձեզ, նայում են, չէ՞ իմ այնց։ Իսկ ով է ձեզ ասել, որ չէ, ասում եմ լավ բան է Խաթաբալադան, լեգենդար, բայց ով է ձեզ ասել, որ Force Majeure Blitz-ը ինչ-որ բանով զիջում է կամ առավելություն չունի։ Դուք չգիտեք, որովհետև չեք նայել, առիթից օգտվելով, այդ էլ է, չէ՞, առիթից օգտվելով։ Իհարկե, միշտ։ Առիթից օգտվելով ասեմ, որ փետրվարի 17-ին այդ ներկայացում կա, ես դրա մասին պիտի վաղուց խոսեի, որտեղ դե նոր տարի էր բան, հունվարի սկզբից պետք է այստեղ լինեի, բայց հունվարից սկզբներից ես զբաղված էի իմ քաշով 106 կիլոգրամից ես իջա 99.2 այսօր, նոր կարող եմ հիմա ինձ թույլ տալ մի քիչ երևալ ստեղ, որտեղ ես ինձ թույլ չեմ տա, այսինքն ոնց որ կան շատ արտիստներ կամ դերասաններ կամ գասեն մի տեսակ շատ վատ արտաքին բանը ֆասոնով ֆրանսերեն ասած։ Խնդրեմ հարցեր։ Պարոն Սահակյան, մեր հեռուստադիտողների համար ասենք, որ փետրվարի 17-ին ներկայացումը լինելու է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։ Այո։ Իսկ տոմսերը որտեղից են ծախսվել։ Ես ձեր հանդիսատեսին ասեմ, որ ես տոմսավաճառ չեմ, բայց քանի որ շատ եմ հարգում ձեր հանդիսատեսին, բարև ձեզ նորից, ես ասեմ, որ ինչպես եւ մյուս ներկայացումներ, այս ներկայացման տոմսերը եւ կա միայն տոմսար կայանում։ Դրա տեղը բոլորը գիտեն, դրա ինչ են ասում, հղումը բոլորը գիտեն, ոչ գովազդա պետք անել, ես եթե պետք լինի գովազդ, ես կանեմ գովազդ, եթե պետք լինի հանդիսատես, ես ամեն ինչ կանեմ, ու հանդիսատեսը շատ լինի, բայց ես երբեք սկսած 87 թվականից մինչև այսօր մեծամտություն եմ անում, իմ գրած գործերը կլինեն, իմ բեմադրած, իմ աշխատած Հրանտ Տողատյանի մասնակցությամբ, առանց մասնակցության ոչ չի եղել մի ներկայացում, որ դահլիճում ինչ-որ շատ դատարկ տեղեր լինեն։ Այդպես բան չի եղել եւ իհարկե փետրվարի 17-ին չի ուղղակի ես բոլորին հորդորում եմ, որ իրենք, քանի որ ես կարծես առաջին անգամ եմ հորդորում ձեր ալիքում, ես ուրիշ տեղեր չեմ հորդորի։ Այդ հորդորելը չէ, մի տեսակ հայոյանքի նման բան է, բայց բարի բան է։
Իսկ ես բարի մարդ եմ, էլի, տենց գիտեք, չէ, բարի ներկայացը խոսենք, բարի ներկայացումներ կան հիմա քաղաքում։ Այդ ներկայացման, ասեմ վերջացնեմ, չէ։ Իհարկե։ Հա, ուրեմն փետրվարի 17-ին է, բայց եթե ուզում եք, դուք հիմա պետք է գնաք մտնեք Տոմսակը AM, ոչինչ որ ասի հիմա պետք է բան, ասես բաների չվիրավորվեն, էլի, մարդիկ գնացեք սիրելի հանդիսատեսին, ոնց են գցնում հանդիսատեսին, եկեք ժպիտով ատամները բաց, հա, եկեք այսօր ես ինչ դեր ես, չէ, հանգիստ եկեք, մտեք Տոմսակը AM, ձեռք բերեք այդ տոմսերը, մանավանդ հիմա, հա, իմ ջերս ամենալավ բանն է ընտրելու, քանի դեռ տոմս կա, որտեղում ես, մեջտեղ ես ուզում, կողքեր ես ուզում, էժան ես ուզում, շատ էժան ես ուզում, թանկը չկա էլ։ Մի խոսքով, որ կարող են ապահովել, այսքանը տոմսերից ես ամաչում եմ նման խոսակցություններից։ Առաջին անգամը չէ, որ ներկայացումը բեմում է լինելու, եւ առաջին անգամն է, որ լինելու է ֆարս մաժոր բլիցը։ Բլիցը ինչ է, ինչու։ Հիմա ասեմ ինչ, ֆարս մաժորը ներկայացման անունը խաղացվեց երկու մասից էր նա։ Առաջին մաս, երկրորդ մաս, մի խոսքով երկու մասի արեք 2 ժամից ավել էր տևում, եւ մենք հասկացանք, որ հիմա այն ժամանակաշրջանը չի, որ մարդիկ գան թատրոն, հետո գնան դուրս այնտեղ սրճարան էլ չկա, որ նստեն, ինչ որ բան դուրս են գալիս, կանգնում են, չեն հասկանում ինչի են դուրս եկել, ասենք մեկը գնա ծխելու տեղ էլ չկա ու բան։ Մենք որոշեցինք, քանի որ ներկայացումը ինքը պիտի խաղալով տեղն է կնի, առաջին ներկայացումը կայացել հոկտեմբերի կեսերին։ Ու այդ ժամանակ ներկայացումը առաջին երգը հանդիսատեսի շատերը հասկանում են, որ սա առաջինն է, պիտի երկար տևի, պիտի տեղն ընկնի, կարող տեքստ մոռանան, կարող է բանել։ Երկրորդ, երրորդ, չորրորդ հասկացանք, որ ընկավ տեղը, արդեն ամեն ինչ բանը, բայց էլի ինքը ինչ-որ ձգված հատվածներ ունի, որոնք հանդիսատեսին կարող է հանդիսատեսը մենակ դա է սիրում, բայց ընդհանուր առմամբ ինքը այս տարի ռիթմիկ չէ։ Գիտեք, հիմա մարդիկ այդ հին ֆիլմերը որ նայեք, տեսնեք, դանդաղա, էսային, հիմա մարդիկ ռիլզ են նայում, այդպես արագ է, կյանքի ռիթմը, օրինակ ես ժամանակ չունեմ CD անեմ, դնեմ միացնեմ, չէ՞ գիտեք։ Դրանք մարդիկ գրանցում են անում, հավաքում ես քո պլեյլիստը, որակով լսում ես։ CD-ից 15 անգամ բարձր որակով։ Հիմա էս է, մենք սարքեցինք ֆարս մաժոր բլից, մեկ մասից ներկայացում, շատ բան չենք հանել, կարող է մարդիկ կան, ես գիտեմ արդեն, որ գալու են հատուկ ստուգեն նայեն ինչն ենք փոխել, կարող է դրանք էլ չհասկանան ինչն է եղել, ինչն է հանվել, կամ ինչն է կարճացվել, կամ ինչ ռիթմով են խաղում, որ 2 ժամ 15 րոպեից ներկայացումը 45 րոպե կրճատ, 40 րոպե իջակրճատում, դա հետո այդ մի ժամ ու կես, որ ես ասում, այդ էլ ես 100%-ով չեմ կարող լինի մի ժամ 40, կարող է լինի մի ժամ 20։ Թատրոնը կենթանի, ուզում եմ ասել, բոլորին թող իմանան, կենթանի շարժվող օրգանիզմ է, նա ապրում է ժամանակը հաշրջանի հետ, ինչ-որ իմպրովիզա տեղի ունենում, ինչ-որ բան ձգվում, ինչ-որ բան դերասանը ինքն է հասկանում, որ այդտեղ պետք է մի քիչ ավելի խորանա, մտնում է դուրս է գայս, ես պատահել հաճախ խաղալուց ես մի քանի տարի առաջ մասնակցում եմ տարբերին իմ ներկայացումներին, ես զգալով որ հանդիսատեսը ավելի ուշադրությամբ է հետևում այս տեսակի հատվածով, ես իջնում եմ դահլիճ, այնտեղ սկսում եմ խաղալ ավելի երկարացնել, հիմա մարդը եթե իմանար ներկայացումը 48 րոպե է տևել, թող տևի 58 րոպե։ Այս է խնդիրը, բայց ես բոլորին էլ հավատացնում եմ, որ ամեն ներկայացում ունի իր հետաքրքրությունը, ասենք փետրվարի 17-ին, որ դուք գաք ներկայացման, կտեսնեք այս տեսակի թատրոն։ Հետո եթե մարտին լինի, եթե լինի, հիմա ես չգիտեմ մարտին լինի, մարդիկ արդեն կարող, ես գիտեմ, ես հիշում եմ էլի իմ չսիրած, որ ինձ հարցնում են մեակուլպա նայողներ կային պրոֆեսիոնալ, որոնք 38 անգամ նայել են ու գալիս էին դահլիճից հրանքին տեքստ էին հուշում։ Չեմ ասում մոռանում էր, ուղղակի ասում գիտեք, վայ ես չասեց, վայ ինչ ասեց, արդեն սա ամեն ինչը գիտեին, մեկ էլ գասա մի օր ինչի չասեց էս, արեն չասեց, որտեղ այդ րոպեին պետք չէր, էս փուլում պետք չէր կամ մոռացավ մարդը։ Պարոն Սահակյան, մի քիչ խոսենք թատրոնների մասին Հայաստանում, արդյոք պահանջված է հիմա թատրոնը, ամեն մեկին երբ որ հարցնում ես թատրոն գնում ես, բոլորը վստահաբար ասում են այո, բայց թատրոններում հաճախ շատ լեփլեցուն դահլիճներ չենք տեսնում։ Հասկանում եք, միած շատ ցավալի բան ասեմ, անգամ մեր հանդիսատեսը, որ նայել է մեր մյուս ներկայացումները, իրանք կարծես մոռացել են ժանրը, տրագիկոմեդիան ինչ բան է։ Ու հիմա շփոթում են այդ այնքան շատ են հիմա այդ հի-հի հա-հա ներկայացումները, այդ կենցաղային կներեք, որ ասել են այդ հարց կես սուր զոքան ճնդեր ինչ որ գնացին խոպան եկավ ես իմ ինչ բան հետո մեկը կտեսնես Instagram-ում գովազ դրել թռնում են բարում են ալկոհոլին են շուտ տալիս նայում ես մեր ներկայացման մեջ այս հարց մաժոր բլիցում մի հատված կա որտեղ մեկին դատում են ժպտալու համար
ինքը վերած է, բայց ինքը չգիտի որ դատվել է ժողովրդը, ու դատաստանը ասած ժպտացել, ասում ինչի՞ վրա, ժպտացել է երկրաշարժի ժամանակ, ժպտած անկախության ամբողջ շրջանում, ասում է, ընտանիքներ են որ փանում, մարդիկ են, պատերազմներ են լինում, դու դրանց ժպտում են ատամները բաց, դրանց իրանց ես տեսնում եմ դրանց գովազդներից, ասում եք թատրոնից, ես ասում եմ այդ թատրոնները, ես ոչ թե ինչ որ չեմ սիրում դրա համար եմ այտենց խոսում դրանց մասին, ուղղակի ոնց որ ռաբիզությունը մտավ թուրքական այդ բան մտավ երաժշտության մեջ ու դուրս չի գա երբեք, այդ նվնվոտ մռռոցավոր բանալեցին, տենց էլ թատրոնում մտածեցին էս կենցաղային պորնոգրաֆիան։ Ես ոչ թե որ դեմ եմ այդպիսի թատրոն, այդպես բան պետք է չլինի։ Ու իրենք գիտեք ինչ են անում, որ ասպես թատրոն, ու իրենք էլ են ասում մեր իրանց թատրոն, եղել են դերասաններ խաղում։ Լավ թող խաղան, ես ոչ մի բան չունեմ։ Շատերը նաև գործընկեր են եղել, ընկեր են կամ չեմ էլ ուզում անունները տալ, չեմ էլ ուզում վիրավորել, բայց խնդիրը մենք վիրավորված ենք զգում, երբ տեսնում ենք, որ դրած ասում են, այս էլ է թատրոն, այս էլ է թատրոն, այն թատրոն չի։ Նա կարելի ասել, որ ոչ մեկի վիրավորելու չունենք, բանը թեթև ժանրի ոդևիլ, ինչ-որ շոու, ստենդապ, բայց թատրոն չի, ստեղ որնակ Ավո Խալաթյանը բեմը բարձանում, ես չեմ հասկանում այդ ինչ մոգություն էին անում Գրիգոր Լուսավորիչի դերը, որ հայտնվում է Տրթատը Հռիփսիմեն, գիտեք այդ պատմությունը, Տրթատի Հռիփսիմի պատմությունը շատ էրոտիկ պատմություն է, տենց մին է, ու այդ բայց գալիս է թե ինչպես է կարողանում այդ կոմիկ վիճակից, որտեղ ներկայացնում ինքը ծիծաղելի է, հենց Լուսավորիչի ու Տրթատի խոսակցությունը սկզբից արդեն ծիծաղում են, չես խոզ ուտում, այդքան խոզացել ես, չաղացել ես, բան խոզնելա, չէ, մեղք կա, Անայել Աստված ստեղծել, բայց ինձ կարող է բեգեմոտն աստել, ու այս բանի մարդկանց կարողանում է Ավոն եւ Գևորգը, մարդկանց կարողանում այդ կոմեդիայի, այդ շատ ծիծաղելի, անգամ սև հումորի բանի միջից հանել տանել այն տրագեդիան, որը Լուսավորիչն ասում է իր մենախոսության ժամանակ հավատքի մասին, խղճի մասին, քրիստոնեության, առաքելական կրոնի եւ ձեր ընդհանուր վիճակի ինքը ասում են այս բաներ, որոնք այս այսօրվա մասին են։ Օրինակ ես մի բան բացեմ, որ Սահակյան Արտուրիչը լսի, որ կամ Ավան որ չէ սիրում։ Կազմա գալիս ասում են, որ Տեր Գրիգոր Լուսավորիչ, գիտեք, որ քրիստոնեություն ընդունվել է, հա, բայց այս ինչ նախարարը իր կնոջ հետ նկարվել է յուղաներկով, այդ նկարը Հիսուսին աղոթելուց մոմերի մոտ ու դրել են ու ժողովուրդը գալիս ասում ինչ լավ մարդ է մեր նախարարը, հետո այն նախարարը, այս մարդը, այն մարդը ու Լուսավորիչ հասկանում է, որ ձևամոլությունը կա Երանի հնազանդների, Երանի հեզերին, արդարներին, բայց չկա Երանի Հիսուսի նկարի մոտ աղոթողներին ու դա տարածողների համար։ Ու այդ ժամանակ դահլիճում հաստատ երևի կան մարդիկ, որոնք չգիտեն, որ չկա Երանի, որովհետև հենց ձեր քրիստոնեության մեջ այնքան ազնիվ լինեք, ձեր հավատքի մեջ խղճի առաջ այնքան ազնիվ լինեք, որ առաջին պատվիրանը Հիսուսի, որ քո Տիրոջ անունը անընդհատ մի տուր, նրա անունով մի խոսա, ձևամոլություն չի, դու նկարվում ես Հիսուսի մոտ աղոթելուց կամ մոմերը վառելուց գցում ես Facebook, որինչ։ Դու քրիստոնյա ես, դու ավելի վատն ես, քան ցանկացած բան, վայրենի, որը ոչ կրոն գիտի, ոչ խիղճ ունի, ոչ հավատք։ Այսպես բան, այդ մենակ մի մասն է, հետո գանում Տիգրան մեծը այ հարցնում եք, ինձ ուզում էիք, չէ, հարցնեիք քաղաքական, ուզում էիք հարցնեիք այս մեր վիճակի մասին, օրինակ հիմա տեսեք, ասենք, ասում են, ինչի գերին կավ, այն ինչը բռնվեց, այն ինչին բռնեցին, այս ինչը վատ եղավ, sense բան։ Իսկ մեկը չի մտածել պատմությունից ո՞նց է սկսվել դա։ Ո՞նց կարող է պատահի հայոց արքայից արքան, Արտավազդ բեի մասին խոսքը, իր զորքի առաջ, սկա զորքի առաջ արտաշատում, փոքրաթիվ հռոմեականներ չէ, Եգիպտոսից եկած վարձու զինվորներ խաբվի ու բռնվի տարվի։ Ինքը ոնց կարող է համարվի դրական։ Հիմա գիտեք, կասեն, այո, ասում են, Արտավազդը արեց, որ ազգին փրկի, որ ժողովուրդը փրկեց, եկավ տարվի սա Հայաստանը ջարդեցին, իանել կնգանել տաղուբան սարի հետ տարան, ներել Կլեոպատրայի ոտերի տակ փրկեցին։ Դա ինչ է նշանակում, այդտեղից սկսում է, հետո հայտնվում է Տիգրան մեծը, որ այդ ամեն ինչ ասում է, դե նվաստացում է գերի ինքնել, ասում է, հասկանում ես դու ինչ ասում խաբվելը, գավադրությունների ենթարկվելը, բռնվելը, դա ստորությունն է, քո ստորությունն է, քո վախկոտության պատճառով է եղել, ու դու որ հիմա ասել ես սրան, այսինքն դու դարձրել ես դա ինստիտուցիոնալ արարք, քեզնից հետո բոլորն են այդպես անելու, այդպես եղել է,
Դրանից տոկը վասակը էս մինչև Գարեգին Նժդեհի խապեցին, դրան խապեցին, նրան խապեցին Արցախի էս մեր նախագահներով, բանով էս խապեցին, կանած Պարսից արքա Հասկերտը կանչեց վասակին մյուսներին, այո կանչեց հետ գնում։ Ես հիմա ինձ կարող ասեն դու Վահրամ Սահակյան, դու ով ես ընդհանրապես, դու ինչ գիտես, այն ժամանակ Վասակը ոնց կարա, ես կարող չգիտեմ, բայց ընդհանուր մոտեցումն եմ ասում։ Եթե այն ժամանակ տենց չէր, որ մեսեջը տվեց, Հասկերտը ասեց, եկեք, իրանք պետք է գան, չէ, բայց մինչև այդ Հասկերտը հրամանը ասում էր, մինչև գայս Հայաստան 4 ամիս է, այդ Վասակն լավ ջոկեր էր, սա կարասա մինչև իր ասածը անենք, չանենք, եք կմեռնի, եկեք բան անենք, բայց չէ, այն ժամանակ եկան խառնվեցին ու ասացին, որ դու գիտեք, որ Վարդան Մամիկոնյանին դրտել են, որ Վասակի ամբողջ շրջապատին կոտորի։ Ես սա կարդացել եմ, սա պատմությունը կարդացել եմ, գնացել եմ Վասակին չեն տեսել Սյունիքում, Սյունից մարդը Վարդան Մամիկոնյանը որպես մտել քաղաքականության մեջ է մտել է։ Ինքը չի ասել ես քաղաքականության չեմ զբաղվում, իրավունք չուներ։ Հիմա ես չեմ նսեմ ասում Վարդան Մամիկոնյանին, բայց ես պատմություն եմ ասում, որ դել են նույն Երիշեն, նույն Ղազար Փարպեցին, որոնք էլ հրահրել են պատերազմում։ Ես ոսկով ես չի կարող եմ պատմության մեջ ներկայացման մեջ այդ ասում եմ մարդկանց, որոնք գալու են, ես չեմ ասում մարդկանց, որ ովքեր չեն գալու։ Չեն իմանա։ Մի լսեք, չէ, դուք մի լսեք, անջատեք այս վիդեոն։ Հա, վիրավորական բան չասեցի էլ, ես ասում եմ, որ ես ուզում եմ, որ մարդիկ նայեն հետաքրքրվեն, որտեղ նույն ձեր չտված հարցը, բայց որ ուզում եք տայիք, քաղաքական իրավիճակը, ոնց են գնահատում բան, այդ ամեն ինչի պատասխանը չասեմ, որ ես գտել եմ մեր ռեժիսորը, մեր բանը այդպես գտել ենք, բայց ինչ որտեղ կա, ու հիմա այդ մարդիկ, որ առաջինը, երկրորդը, երրորդ, չորրորդը, դեկտեմբերի ներկայացումից հետո հիշում եմ, որ մարդիկ մոտենում էին, ուզում էին ամեն մեկը մի բանի մասին հարց էր տալիս։ Մեկը Սասնածռերից էր ընդեղ հետաքրքիր բան, ասում եմ, գնաս կիսես, պիտի գնաս Մելիքի կիսես, ասում եմ, աղբերը սա, դա աղբերն չէ, այդ բան մեկը Մելիքի կտորից էր, մեկը Արտավազնից, մեկը այդ դատերից էր հարցնում, մեկը Նոյան Տապանուց էր հարցնում, ու այդ ամեն ինչը իրանք կոնկրետ չէին հարցնում այդ դրվագներից, իրանք կոնկրետ ազդվել էին բովանդակային պատմական համեմատություններից դրանից առաջացած ճշմարտությունների։ Ինչը այսօր կարող ենք պրոյեկտել Հայաստանի ներկայիս իրավիճակի վրա։ Պարոն Սահակյան, ներկայացման բնութագրման բաժնում գրել էիք, որ ներկայացումը Արամայի Սահակյանի հիշատակին է նվիրվում։ Ինչու՞։ Նախ Արամայի Սահակյանի այս տարի 26 թվականին նրա 90-ամյակն է, ու պետք է նշենք եւ նաեւ ես ուզում եմ ներկայացումը նվիրվել իր հիշատակին, բայց մի ներկայացում էլ փոքրիկ կանենք, որը երևի կխաղացվի ուրիշ թատրոններում, կինոթատրոններում, որտեղ կինոյով բան է, նույնպես կնվիրենք Արամայի Սահակյանի հիշատակին, որովհետեւ ես ինքս շատ մեղավոր եմ զգում իր առաջ, որտեղ իր կյանքի վերջին տարիներին ես ուրիշ տեղ էի ապրում, հապրոց չէինք շփվում, ինքը իմ մասին չգիտեր, շատ բան չգիտեր, իր մահն էլ շատ անակնկալ եղավ, որտեղ ես էլ լավ չգիտեի իրավիճակը։ Դրա համար ես իմ կողմից իմ հարգանքի տուրքն եմ ատուցում եւ շատ սիրողներ կան, ես գիտեմ, սոցցանցերում եմ անավանդ տեսնում, կամ նստում եմ տաքսի, ինքը ասում են, ձեր պապանից, ձեր պապան, կամ ասենք կանայք են գալիս, հենց ասում են, գիտեք, ձեր պապանից ասում էլ մի ասա, ինչ լավ։ Ես այս բաներ են ասում, ես ուզում եմ այդպես, քանի որ 90-ամյակներ կնշենք երևի մայիսին, այնտեղ նոր բան կլինի, ես կկանչեմ, բայց այս ներկայացումը խաղացվելու է շատ երկար, գուցե ամառը ընտրությունների բանի պատճառով հնարավորություն չունի խաղալ, լինել ինչու, որովհետև ընտրությունների ժամանակ ես արդեն գիտեմ մի անգամ եղել է, ռեգլամի դաշտը լրագրողները դուք վերացնում եք լրիվ։ Մենք թե քաղաքական գործիչներ։ Դե ես չգիտեմ, հասկանում եք, երբ որ ես սովորական անոնս եմ դրում Instagram-ում, որը պիտի կտրվի, ասենք 5 օր ու մարդիկ իմանան 5 օրվա մեջ, ես տեսնում եմ մարդիկ չեն նայել այդ ժամանակից, չէ, ինչքան էլ փողը տաս այդ գովազդին, չեն նայել, որտեղ իրենց ուշք միտքը գնացած ընդեր, մեկ էս լուր եղավ, սրան ծեծեցին, նա եկավ, նախապես թռավ, տախրտես հոգնել է այդ ամեն ինչից։ Ստեղ մի հատ բան ասեմ էլի ներկայացումից, Արտավազդը մինչև հանձնան դրկանա հայի պաթոսը, դա ամենավատ հայի
ամենաբար կերպարն է։ Հիմա շատ պաթոսիստներ կներանան, ես թողներանան։ Մենք պետք է որպես փյոնիկ, մենք դա միջև հիմա կայս ամեն անգամ լսում եմ, տեսնում եմ։ Մանավանդ մի հատ կուսակցություն կա միշտ է դա։ Ու այդ պաթոսը գալիս մեկեք մենք որպես արտավազ դու պետք է ասում լավ եկեք ձեր բնակչությանը հարցնենք։ Եվ ազգեր չեն եղել, այտենց հայ բան, եղել է հայաստանցի, հերիաստանցի, բան։ Եկել գալիս է բնակչությունը արտավազն ասում է լսի բնակչություն։ Եկել է որ մեր քաղաքները գրավ ինչ կասես։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Ասում եկել է արտաշատը գրավ, բայց ես արտաշատ եմ ուտում։ Ես ուտում եմ բողոք, խիար, ուրց, մանկուցիել, ասում գալու երախոս բանի։ Այո դու ձմերուկ չես սիրում այս ձևը։ Էսա, ուզում եք հասկանաք ով է ձեր հիմնական բնակչությունը, հիմնական տվեք հանգիստ ապրենք նա ձեր բնակչությունը, տվեք տանք հանգիստ ապրենք, ուտեղ շատ մեծ ցավով Տիգրան մեծի ոգին որ գալիս է, ասենց բան, կամ ես արտաշատցի եմ, տիգրանակերտցիներին չեմ սիրում, ես արցախցի եմ սրան չեմ սիրում, եթե տենց բան ասող կա, մինչև հիմա, ուրեմն կնշանակի ես հողի վրա տենց էլ ազգ չձևավորվեց, դա կապկախումբը կարա ասի տենց բան, ես ես ծառի վրա եմ, ես բաոբաբի, են ընկուզելու վրա թառած կապիկներին չեմ սիրում, ես էլ եմ կապիկ, իրանք էլ եք, բայց ես ես կապիկներին չեմ սիրում, մենակ այդ ազգը չի կարա տենց բան ասի, վրացին տենց բան չի ասի, ադրբեջանցին տենց բան չի ասի, սրանք ասեն, ու դրա այսօր պաթոսը կմտնի, և մենք որպես այո, մենք մեր մասիսով, մենք որպես փյունիկ այդ չի, Էտա, և ներկայացման մեջ կա դա, և իշտանդա շատ հուզական է, շատ երաժշտական է, վերջում կինոյով էլ, ոչ միան վերջում հատվածներ կամ պոեզիա կա, վերջանում է, արարիչ, բա ինչ ալնելու, արարիչ, մեր դատը երբ ալնելու։ Եկեք նայեք, ես կորված չեմ անում, որտեղ դալիճ արդեն, ոնց էր ասած, հավաքվում է, այսօր տեսա, բացեցի տեսա։ Ինձ արեք, որ բացեմ տեսնեմ, դուք էլ եք ընդեղ շնորհակալություն կարող է, այս կողմերից ուրիշ մարդիկ են ուստատ բարել դու, թե երեկ չեմ երևում ստեղ։ Երևման է։ Կապ չունի, լավ, ստերություն, հա, վերջ։ Շնորհակալություն պարոն Սահակյան, մեզ հյուրընկալելու ներկայացումը բովանդակային ներկայացնելու համար, հուսանք կգան, կդիտեն, կհամոզվեն։ Շատ լավ։ Շնորհակալ ենք։